Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանում է, Սանկտ Պետերբուրգում նա մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Սանկտ Պետերբուրգում կայացել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ԱՊՀ երկրների գործակցությունը հաջողությամբ զարգացել է։ Քաղաքապետարանում քննարկվել են ձնամաքրման ջրամատակարարման և քաղաքային մի շարք այլ ծրագրեր, տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։ Երևանում 2025 թվականին իրականացվել են լայնածավալ կանաչապատման աշխատանքներ։ Կանաչապատում և չրչակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է ռուս գեներալ Ֆանիլ Սարվարովը, օրվա միջազգային անցուդարձը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Սանկտ Պետերբուրգում կայացել է Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին շփում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչև այս Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հանդես եկել ելույթով։ Քննարկվել են ԵԱՏՄ գործակցության հետագա զարգացմանը, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, Միության բյուջեին և երրորդ երկրների հետ գործակցությանը վերաբերող հարցեր։ Հաստատվել է նաև զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է տարածաշրջանային բարձրակարգ քաղաքական ու տնտեսական հանդիպումների երկօրյա ծրագրով։ Վարչապետին Պուլկովո օդանավակայանում դիմավորել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետն ու փոխնահանգապետը։ Իսկ արդեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից րոպեներ առաջ Փաշինյանին անձամբ դիմավորել է Պուտինը, որից հետո անցկացվել են նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները, որոնց ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները քննարկել են նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային գործակցության հիմնական ուղղություններն ու այլ հարցեր։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախ հայտարարվել է, որ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ղազախստանին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ Աստանայի նախագահությունը նոր և հզոր խթան կհաղորդի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը։ Նիստում ելույթով հանդես է եկել նաև նիստը նախագահող Վլադիմիր Պուտինը, նշելով, որ ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին։ ԵԱՏՄ-ն ամուր կերպով հաստատվել է որպես ի հայտ եկող բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոն։ Միության շրջանակներում գործընկերությունն ապահովում է 5 երկրների տնտեսական կայունությունը։ ԵԱՏՄ շրջանակներում գործակցության զարգացումը նպաստում է ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ապահովմանը, ինչը կարևոր է անկայուն ժամանակներում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության ներկայվիճակին և զարգացման հեռանկարներին, ընդգծելով, որ ինտեգրացիոն գործընթացները պետք է հիմնված լինեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ գործակցության սկզբունքների վրա։ Վարչապետը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում տնտեսական կապերի խորացումը, մասնավորապես առևտրաշրջանառության աճը, մաքսային և լոգիստիկ ընթացակարգերի պարզեցումը, տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացումը։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային գործակցության առումով։ Ընդլայնվում է գործակցությունը հիմնական գործընկերների Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։
Նա նշել է, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ արդյունավետ գործարկման նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել տնտեսական աճին ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ միության մակարդակով։ Վարչապետը նաեւ անդրադարձել է տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հարցերին, շեշտելով, որ երկարաժամկետ տնտեսական զարգացումը հնարավոր է միայն կանխատեսելի եւ անվտանգ միջավայրում։ Նրա խոսքով տնտեսական ինտեգրացիան եւ քաղաքական երկխոսությունը պետք է փոխլրացնեն միմյանց։ Նա նաև հատուկ ընդգծել է Ադրբեջանի վերջին շրջանում դրական քայլերը, նշելով, որ դրանք մեծ հաջողություն են խաղաղության գործընթացում։ Տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Այս առումով գնահատանքս եմ հայտնում Իլհամ Ալիևին Ադրբեջանի տարածքով Հայաստան-Բեռների տարանցումն ապաշրջափակելու, նաեւ երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու առաջին նշանակալից նվաճումներից մեկն է։ Վարչապետի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը որպես կառուցողական եւ ակտիվ գործընկեր ԵԱՏՄ շրջանակում։ Նիստում քննարկվել են նաեւ տնտեսական գործակցության ընդլայնման ընթացիկ առաջնահերթությունները, ներառյալ ազատ առևտրի գոտու հնարավոր ստորագրումը ԵԱՏՄ-ի եւ Ինդոնեզիայի միջև։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել նաեւ կողմերի միջև կարճ շփումներ եւ աշխատանքային քննարկումներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Սանկտ Պետերբուրգում կայացել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին եւ ԱՊՀ մյուս ղեկավարներին նախ հյուրընկալել է Էրմիտաժում եւ նրանց հետ միասին շրջել թանգարանային սրահներում, որտեղ ցուցադրվում են 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցներ, ապա այցելել Էրմիտաժի ոսկե գանձարան։ Այնուհետև Էրմիտաժի ձմեռային պալատի մեծ գահասրահում կայացել է գագաթնաժողովը, որի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ 2025 թվականին ԱՊՀ երկրների միջև գործակցությունը հաջողությամբ զարգացել է։ Վլադիմիր Պուտինը Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրենի հետ միասին թանգարանում սպասում է ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների ժամանմանը։ Նախատեսվում է թանգարանի հիմնական ցուցանմուշների համատեղ դիտում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ ժամանեց թանգարան, որտեղ էլ Ռուսաստանի նախագահի հետ նախ Էրմիտաժում կարճ զրույց ունեցան, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը Փաշինյանի եւ մյուս երկրների առաջնորդների հետ շրջեցին թանգարանային տարբեր սրահներում, որտեղ ցուցադրվում են 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցներ։ Նաեւ այցելեցին Էրմիտաժի ոսկե գանձարանը։ Երկրների առաջնորդները ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին։ Նրանք եղան նաև Հայաստանի մշակույթի եւ արվեստի սրահում։ Այնուհետև Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի Գեորգիևյան դահլիճում մեծ գահասրահում տեղի ունեցավ ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Բացման խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ 2025 թվականին ԱՊՀ երկրների միջև գործակցությունը հաջողությամբ զարգացել է։ Առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է $90 միլիարդ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ներմուծման փոխարինման գործընթացները ընթանում են արագ տեմպերով, դրանով իսկ ամրապնդելով մեր պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունը։ Մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման եւ նորարարության ոլորտներում գործնական գործակցության խորացման հարցում աճում է։ ԱՊՀ երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ իրականացվում են խոշոր արդյունաբերական եւ ենթակառուցվածքային նախագծեր։ Ձևավորվում են եվրասիական նոր արտադրական եւ տրանսպորտային շղթաներ, արդիականացվում եւ հակեցվում են միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ տարի եւս գործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։ Իսկ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր խիտ գրաֆիկի պատճառով հայտնել են երկրի նախագահի աշխատակազմից Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը անդրադարձել է Ալիևի Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկմանը, նշելով, թե Մոսկվան հասկանում է, որ իսկապես բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին նոր տարվա նախօրեին։ Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններն Արեգ Մկրտչյանը եւ Ղազար Իբրահիմը մասնակցել են թրիփ նախաձեռնության վերաբերյալ գլոր սեղան քննարկմանը։ Ասվում է Միացյալ Նահանգները Ադրբեջան առևտրի պալատի հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թրիփ նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման եւ միջին միջանցքի երկայնքով Միացյալ Նահանգների կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից միջնորդված Ադրբեջանի եւ Հայաստանի միջև օգոստոսին կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է։ Թրիփը այս խաղաղության կայունությունը ապահովելու միջոց է տարանցիկ երթուղի համատեղ բարգավաճման շարժչի վերածելով, ասել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի միջազգային խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդը։ Հայաստանի դեսպանն էլ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների մասնակցությունը կօգնի ապահովել, որ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային եւ այլ տարածաշրջանային երկրների։ Թուրքական մամուլը հայտնել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Հրապարակումների համաձայն Ալիջանի անցակետը սկզբնական փուլում կբացվի բեռնափոխադրումների համար, մարգարայի կամրջով, իսկ հետագայում նաեւ ուղևորափոխադրումների համար։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, այն միացնելով Քարաքոյնուլու շրջանի Խաչմերուկին եւ Թրամփի ուղուն, ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ եւ բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Այլ թեմաների անդրադառնանք։ Տեղի է ունեցել քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստը։ Քննարկվող հարցերն ու հանձնարարականները բազմազան են եղել։ Քննարկման աշխատանքների նախապատրաստական փուլից մինչև ջրամատակարարման որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներ, նոր գազաբաշխիչ կայանի կառուցում, Հրազդանի կիրճի հատուկ պահպանվող գոտի սահմանելու մասին օրենք եւ այլն։ Երևանի իշխանությունները պատրաստ են այս տարվա ձմռանն ու հնարավոր հետևանքներ վերացնելու աշխատանքներին, վստահեցրեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա ներկայացմամբ ռեսուրսների բաշխում է իրականացվել ներգրավված 241 միավոր տարբեր դրամաչափի տեխնիկաներ նախատեսված է մաքրման ամենատարբեր գործողությունների համար։ Մարդկային ռեսուրսներից ավելի քան 514 բանվորական ուժ է նախատեսում ձնամաքրման եւ սանմաքրման համար։ Վարչական շրջաններում այդ աշխատանքները համակարգվելու եւ վերահսկվելու են վարչական շրջանի ղեկավարների կողմից։ Արդեն իսկ բավարար չափով կան աղ ու ավազ, սակայն աշխատանքներ են տարվում երկրորդ խմբականակի ներկրման համար, հավելեց Արեյանը։ Քաղաքապետի խորհրդականը խոսեց խնդիրներից, որոնց բախվում են ամեն տարի ձյան առատ տեղումներով պայմանավորված։ Տնտեսվարողները նույնպես ունեն պարտավորություն իրենց հատկացված տարածքում ձնամաքրման աշխատանքների համար։ Խնդրանք է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանոթեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից, անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը, բոլոր ավտոլովածման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Հաջորդիվ նիստի ընթացքում տեղեկացվեց նորարարական լուծումներով տեխնոլոգիական համակարգի ներդրման մասին, այն է GIS համակարգ կամ տարածատեղեկատվական հարթակ։ Այս առնչությամբ Տիգրան Ավինյանը նկատեց, համակարգի ներդրումը հնարավորություն է ստեղծում, որպեսզի հարթակի գեներացված տեղեկատվությունից օգտվեն ոչ միայն քաղաքապետարանի նեղ մասնագիտական ստորաբաժանումները, այլև ավելի լայն շրջանակներ, անհատներ։ Այս տվյալները Երևանի քաղաքապետարանը դարձնում է իրենց համար հասանելի, որովհետև մեր աշխատանքի
խնդրանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն է եւ մարդը իրականում ինչ որ մի բան ճշտելու համար շատ երկար դիմումներ չպետք է գրի եւ շատ երկար չպետք է սպասի, ինքը պետք է կարողանա on-line մեր հարթակներում ինչպես օրինակ հաջորդ շաբաթ բան Սեդոյանը կներկայացնի, օրինակ տվյալների մի ահռելի ծավալ ուղղակի մենք դարձնելու ենք հասանելի, որպեսզի կարողանան մարդիկ օգտվել այդ տվյալներից։ Երևանյան կանգառներում տեղադրվել եւ տեղադրվելու են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ։ Նախատեսված 40-ի փոխարեն ներկրվել են 42-ը, որից 35-ն արդեն գործում են։ Մնացածը մինչև տարեվերջ են տեղադրվելու։ Քաղաքապետի այս հանձնարարականը նույնպես կատարված է։ Մայրաքաղաքում հաշվետու տարվա ընթացքում հրատապ լուծում պահանջող տարբեր շինարարական աշխատանքների կատարման հանձնարարականը նույնպես իրականացվել է։ Շենքերի տանիքների, մանկապարտեզների, բակերի վերանորոգում, կամուրջային հատվածների ամրակայում։ Նիստին առանձին անդրադարձ կատարվեց Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսներն արգելելու որոշմանը։ Հանձնարարականն ամբողջովին կատարված է, զեկուցեցին քաղաքապետին։ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց։ Իրականում բջջայինների սահմանափակումները դպրոցներում վստահորեն դրականորեն են ազդելու կրթական ամբողջ process-ի վրա եւ կարելի է նաեւ մի որոշ ժամանակ անց որոշակի հետազոտություններ իրականացնել, որպեսզի համեմատականներ տանենք նախկինի հետ։ Հաջորդ հանձնարարական հրազդանի կիրճին հատուկ պահպանվող գոտի սահմանելու օրենքի նախագծի մշակումն ու հետագայում ընդունումն էր։ Ավինյանն ընդգծեց. Հրազդանի կիրճը սահմանել ենք որպես հատուկ պահպանման գոտի, որը նշանակում է կառուցապատման տեսանկյունից հրազդանի կիրճը էական սահմանափակումների է ենթարկվում։ Նիստին խոսվեց նաև անելիքների մասին, նշվեց, որ 2026 թվականին Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան։ Կամո Արեյանը հիշեցրեց, որ 2025 թվականին 4 վարչական շրջանում հմելու ջրի որակի բարելավման համար ծրագիր էր ներկայացվել։ Նրա խոսքով արդեն իսկ 13500 բաժանորդի ջրամատակարարումը բարելավել է, իսկ 2026-ին նոր ծրագիր կմեկնարկի 7 վարչական շրջանում 10550 բաժանորդի համար։ 2025 թվականը կանաչապատման եւ տունկեր կազմակերպելու ոռոգման համակարգ անցկացնելու ուրբան անտառներ հիմնելու առումով աննախադեպ է եղել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացնելով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Մայրաքաղաքային իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կանաչապատման ուղղությունը իրենց ռազմավարական կարևորագույն նպատակներից մեկն է, ուստի պարբերաբար տարբեր միջոցառումներ եւ տունկեր են կազմակերպվում։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանն ասնող 2025-ը տունկի եւ առհասարակ կանաչապատման առումով աննախադեպ է որակում։ Հպարտության խոսում նոր ձեռքբերումների եւ 2024 թվականի համեմատ կանաչ տարածքների ավելացման մասին։ Ըստ նրա 2025-ին երկու կարևոր նախաձեռնություն իրականացվեց։ Առաջինը մասնագետների խորհրդով ձմեռային տունկն է։ Դեռևս փետրվարին տնկվեցին ավելի քան 200 սոճիներ եւ եղևնիներ։ Տունկը հիմնականում իրականացվեց կենտրոն վարչական շրջանում, իսկ այնուհետև մյուս վարչական շրջաններում։ Արդյունքում տնկվեց ավելի քան 1000 մշտատալար ծառ։ Հողակի տնօրենը հիշեցրեց, որ Մայրաքաղաքի երկու գերեզմանատների հարակից ճամփեզերերի երկայնքով եւս 1.5 կիլոմետր երկարությամբ ծառեր տնկվեցին։ 2025-ին նաև մեծածավալ անտառային տարածքներ են հիմնվել, ընդգծեց Բեգոյանը։ Ինչպես հայտարարել էինք նախկինում, որ մենք Երևանամերձ հատվածներում իրականացնելու ենք քաղաքային անտառների հիմնման աշխատանքներ, ահա այս քաղաքային անտառներից 4 հեկտարի վրա աշտարակի խճուղուց դեպի Երևան արդեն տեղադրվել է եւ անտառը գործում է, եթե կարելի է այսպես ասել։ Ուրբան անտառների հիմնումը ներկայիս ակտիվ քաղաքաշինական պայմաններում թերևս խիստ անհրաժեշտություն է։ Այդպիսի անտառներ տնկվել են Նոր-Նորքի 4 զանգվածում, Դավթաշենում, իսկ կենտրոն վարչական շրջանում հին վտանգավոր ծառերը փոխարինվել են նորերով, հիմնականում Թումանյան, Մելիք-Ադամյան, Խանջան փողոցներում։ Ասաց Բեգոյանը ներկայացնելով անցնող տարում իրականացված կանաչապատման ծավալների թվաբանական պատկերը։ 2025 թվականում Երևան քաղաքում նոր կանաչ տարածքների ավելացումը կազմվել է 13.5 հեկտար։ Այսպիսով
վերջին 3 տարում Երևանը իր կանաչ տարածքները, որտեղ երբեք կանաչապատ չեն եղել, ավելացրել է 60 հեկտարով։ Բեգոյանը հավաստեց, որ արդեն իսկ քաղաքային իշխանությունները կարողացել են ապահովել խորհրդային տարիներին առկա 910 հեկտար քաղաքային կանաչ տարածքը, ընդգծելով, որ կանաչապատում են իրականացնում նաև այն վայրերում, որտեղ երբևէ տունք չի եղել։ Խոսելով ոռոգման համակարգի անցկացման եւ ծառերի սնուցման մասին, վերջինս հավելեց, որ միայն այս տարի անցկացվել է 35 կիլոմետր երկարությամբ համակարգ, 3 տարվա կտրվածքով այն հասցնելով հոստացված 120 կիլոմետրի։ Չնայած որ այստեղ կան մի շարք խնդիրներ, մասնավորապես ոռոգման մայր համակարգերի մաշվածությունը։ Երևան քաղաքի մայր ջրագծերը, այսինքն Երևան քաղաքը սնուցող ոռոգման ջրագծերը գտնվում են այսպես կատաստրոֆիկ վիճակում, եթե կարելի է այսպես ասեմ, դրանք փտած են, որոշ դեպքերում արդեն անշահագործելի։ Տնկիների կպչողականությունը հիմնականում կազմում է 90 եւ ավելի տոկոս։ Բացառմատներով տնկիների դեպքում, որոնք հիմնականում տեղում են աճեցվում, կպչողականությունը կարող է հասնել մինչեւ 98%-ի, ասաց Հոակի տնօրենը։ Երևան քաղաքում այս տարի տնկվել է 4500 ծառ եւ ավելի։ Եվ մենք պետք է իմանանք, որ տնկված յուրաքանչյուր 100 ծառից 95-ը իր տեղում է, այսինքն կանաչելը դա կպած է եւ կատարում է իր ֆունկցիան։ Բեգոյանը վստահեցրեց, որ 2026 թվականին իրականացվելու են ել ավելի հավակնոտ ծրագրեր ու նախագծեր, կշարունակեն ավելացնել կանաչապատ տարածքները, կկառուցվի 25 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ։ Շարունակում ենք թողարկումը Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել։ Ստացած վնասվածքների հետևանքով մահացածը գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ գեներալ լեյտենանտ Ֆանիլ Սարարովն է եղել, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ։ Սպանության հիմնական վարկածը կապված է եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ, հավելել է գերատեսչությունը։ Կրեմլում հայտարարել են, որ Միացյալ Նահանգների հետախուզության եզրակացությունները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան եւ վերադարձնել այն տարածքները, որոնք նախկինում ԽՍՀՄ մաս են կազմել, չեն համապատասխանում իրականությանը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։ Անցյալ շաբաթ Reuters-ը հղում անելով Միացյալ Նահանգների հետախուզության համայնքի եզրակացություններին ծանոթ 6 աղբյուրների հաղորդել էր, որ Պուտինը չի հրաժարվել Ուկրաինան գրավելու նաեւ Եվրոպայի այլ մասերը, որոնք մի ժամանակ խորհրդային կայսրության մաս են կազմել, այդ թվում ՆԱՏՕ-ի ներկայիս անդամ երկրները նվաճելու իր նպատակից։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան չգիտի, թե որքան են հուսալի Reuters-ի կողմից մեջ բերված աղբյուրները, բայց եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա Միացյալ Նահանգների հետախուզության եզրակացությունը սխալ է։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն սկսել Մակրոնի հետ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, հավելելով. դա պետք է լինի միմյանց հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն։ Ըստ Պեսկովի, եթե կա փոխադարձ քաղաքական կամ, ապա Ֆրանսիայի առաջնորդի մտադրությունները կարելի է միայն դրական գնահատել։ Պաշտոնյայի խոսքով Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, բացատրել իր զրուցակիցներին մանրամասն, անկեղծ եւ հետեւողական։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներ ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարելու դեպքում։ Երկրի առևտրի նախարարն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն մի քանի օրվա ընթացքում վաճառել է $1.3 միլիարդ Թրամփի ոսկե քարտեր։ Ռուսաստանը չի խոնարհվել Նապոլեոնի եւ Հիտլերի ճնշման տակ, բայց Կալասի հարձակմանը չի դիմանա։ Այսպես է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ծաղրել Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունները Մոսկվայի մասին։ Այս արտահայտությունից հետո դահլիճը պայթել է ծիծաղից եւ ծափահարություններից։ Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսության շենքի վրա կարմիր ներկեն լցրել պատին, գրել վիրավորական կարգախոսներ, իսկ մուտքի առջև շան արտաթորանք թափել։ Լեհաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ գործն անմիջապես փոխանցվել է համապատասխան ծառայություններին հետաքննություն անցկացնելու համար։
Թուրքիայի Միլի Մեջլիսում բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Էշեքի եւ ընդդիմադիր Լավ կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաեւ այլ պատգամավորներ։ Ծեծկռտուքի ընթացքում ընդդիմադիր Լավ կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հրավառ նյութեր, շշեր եւ քաշքշուկ Ալբանիայի խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը վերաճել է ընդդիմության բողոքի ցույցի։ Ընդդիմադիրները պահանջել են փոխվարչապետի հրաժարականը, որի նկատմամբ հետաքննություն են ընթանում։ Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի խմբին, ինչի հետևանքով 8 փիղ է սատկել, մեկը վիրավորվել։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի արևելյան Անսաամ նահանգում։ Ուղևորատար գնացքն ընթանում էր Սայրանք-Նյու Դելհի երթուղով, պատահարի վայրում ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Կրասնոյարսկում վառվել են մոտ 500 ավտոմեքենայից կազմված ավանդական մեքենաների տոնածառի լույսերը։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 15-ից 22-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 19281 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 425 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ, 580 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 116 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 756 հանցագործություն, այդ թվում 275 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 60, ֆիզիկական ներգործության 50, խարդախության 44, մարմնական վնասվածք պատճառելու 38, անձնական ունեցվածքի գողության 36, հոգեկան ներգործության 29, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 33 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 56 հետախուզվող, 5 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 6 դեպք։ 7 օրում գրանցված 98 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 146-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 460 դեպք, 162-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 96, Հրդեհի ծագման սպառնալիքի 36, ճանապարհատրանսպորտային պատահարի 55, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ոստիկանության գվարդիան հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում հայտնաբերվել է ապօրինի զենք զինամթերք։ Հասարակական անվտանգության նոր երաշխավոր ոստիկանության գվարդիան ավելի քան 1 ամիս է իրականացնում է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրեն վերապահված լիազորությունները, կիրառելով առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմ։ Գվարդիայի կարգախմբերը հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց գործառույթներն իրականացնելիս նաեւ իրավախախտումների, հանցագործությունների դեպքեր են կանխարգելում ու բացահայտում։ Դեկտեմբերի 5-ի ժամը 20:20-ի սահմաններում գվարդիայի համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի, քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք զինամթերք են հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը տարածքում հայտնաբերել է ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, F1 նռնակ եւ պահեստատուփեր։ Հերթական բացահայտումը կրկին Աբովյանում էր։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների հետ դեկտեմբերի 8-ին համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Հատիսի փողոցում ստուգման նպատակով մոտեցել են մի քաղաքացու, որի վերարկուի գրպանում ակնհայտ երևացել է զենքի նման ողառարկա։ Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ Բյուրեղավանի բնակիչ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ եւ 93 փամփուշտ։
Երկու դեպքերով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները 24/7 ռեժիմով շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց վերապահված գործառույթները։ Սիգի որսի արգելքը շարունակում է, ջրային բարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները ամփոփ։ Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է Սիգի արդյունագործական որսը, եւ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային բարեկների վաշտը։ Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները։ Դեկտեմբերի 11-ին ժամը 9:45-ի սահմաններում Կարճախբյուր ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձատվածում ջրային բարեկները հայտնաբերել են ձկնորսական 2 նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին ժամը 6:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կիլոմետրին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կիլոգրամ քաշով 155 սիգ։ Վարորդն ու մեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 14-ին ժամը 11:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ջրային բարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած VAZ-2109 մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը նույն ճանապարհահատվածում բարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած Opel-ը, որի սրահում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։ Դեկտեմբերի 15-ին գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում վաշտի ծառայողները Ծովագյուղ շորժահատվածում հայտնաբերել եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի։ Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ եւ 9 հատ կարաս տեսակի ձուկ։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է, որսի արգելքն ինքնանպատակ չէ, ուստի կոչ են կանում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին սպասել մինչև Սիգի որսի արգելքի ավարտը։ Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարի կայուն վերականգնմանը։ Մալաթիայի համայնքային ոստիկանները ատրճանակներ եւ թմրանյութ են հայտնաբերել, մեկ անձ ձերբակալվել է։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական եւ համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբասիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության եւ աշխատանքի վայրերում։ Ըստ մեր կողմից ստացված օպերատիվ տեղեկության 44-ամյա տղամարդը իր բնակության վայրում եւ աշխատասենյակում պահում էր ապօրինի զենք զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութ, որը հաստատվեց կատարված խուզարկության ընթացքում։ Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը զենք զինամթերք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործող մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։